Բարի գալուստ մի խաղ, որտեղ փողը պարզապես միջոց է, իսկ հաղթանակը ուղղակի երազանք։ Սա սովորական մոնոպոլիա չէ։ Այստեղ յուրաքանչյուր քայլը կարող է քեզ բարձրացնել կամ հակառակը կործանել։ Այստեղ կանոնները այլ են եւ շատ քչերն են կարողանում հասնել իրական հաղթանակին։ Կկնքնվեն դաշինքներ, թե կլինեն դավադրություններ, դավաճանություններ։ Պարզ է մի բան, որ յուրաքանչյուր ժպիտի հետևում թաքնված է նենգ հաշվարկ։ Դե ինչ, մենք սկսում ենք մեր առաջին թողարկումը։ Բարի գալուստ, մոնոպոլիա, ռեալիթի, շոու։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտող, բարի գալուստ Moon Games YouTube-յան ալիք։ Այսօր մեր առաջին անդրանիկ թողարկումն է եւ մեր այսօրվա 4 հյուրերին էլ ես անձամբ չեմ ճանաչում, բայց նրանք պնդում են, որ շատ հայտնի հումորիստներ են ու խոստացել են մեզ այսօր շատ փորացավով եթեր։ Շատ ժամանակ չկորցնենք ու հրավիրենք մեր առաջին հյուրին։ Դիմավորեք, Վահե Մկրտչյան։ Բարև ձեզ Վահե ջան։ Շնորհակալություն, որ մեր հրավերը ընդունեցիք, մասնակցում եք այսօրվա խաղին։ Ես շատ հրավիրելու համար։ Ձեզ էլ ենք շնորհակալ։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտող, շարունակենք ներկայացնել մեր հյուրերին, սենց եմ խոսում, որովհետև մեր հյուրը հայերեն չի հասկանում մաքուր, որ ինքը հասկանա ու գա, դիմավորեք Մոսկվայից հատուկ մեր խաղի համար չժամանած, Գոգա, ազգանունը չեմ հիշում, թող գա ինքն էլ ասի։ Գոգա։ Գոգա Կամիկաձե։ Գոգա, շնորհակալություն։ Օսեբաշվիլի։ Կամիկաձե։ Շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերքը։ Հայերեն հասկանում եք։ Հա։ Շնորհակալություն։ Տեղափոխվենք Վրաստանից դեպի Հայաստան ու ներկայացնենք մեր հաջորդ հյուրին։ Թատերականի ուսանող, թատերականի վառ ներկայացուցիչ Արա Բաբուջյան։ Համեցեք։ Հա, թատերական։ Երկրորդն է, դա Սարայով չխոսաս։ Համեցեք։ Եվ վերջում, մեր վերջին մասնակիցը, բայց չափերով ոչ մեկին չզիջող, իմ անունը կրող, շատ կոֆեասեր, Էդգար Սարգսյան։ Ինչ աթոռ է Էդգար։ Ինձ ասի կարված եմ խաղալ, տարիք ես մի հատ հարգի, սկսեի նրան ես մեջքի։ Ում հետ եք, համեցեք։ Մեր թատերական ուսանողն է, Տեյով։ շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերքը, համեցեք։ Դե ինչ, ես Էդգար Հայրապետյանն եմ, Մոնոպոլիա խաղի խաղաբարը եւ մենք սկսում ենք մեր խաղը։ Ինչպես է ձեր տրամադրվածությունը, ո՞նց եք պատրաստվել այսօրվա խաղին։ Ո՞նց եք պատրաստվել այսօրվա խաղին, ո՞նց է ձեր տրամադրվածությունը։ Մոնոպոլիա խաղին։ Ես ստեղ բաններից հեռու եմ։ Հասկացա։ Բոլը։ Ինչու եք այստեղ հարգելիս այդ դեպքում։ Գիտեմ, շատ բան, ինձ ասին, որ ես դեռ հերևս բարձր։ Հասկացա։ Դուք ինչպես եք դրամադրված Շատ այսօրվա լավ, խաղին։ ինձ վերջում ասացին, որ հաց են տալի դրա համար։ Ոչ միայն հաց, դեռևս անակնկալներ ունեք, իսկ դուք ինչպես եք դրամադրված այսօրվա խաղին։ Հասկացա։ 7:45-ից համել եք վերել եք, ստեղ ժամը 4:50 կա եք տնում, որ ինչ է լինի։ Շատ անկեղծ եք։ Իսկ վերջի անգամ մոնոպոլիա երբ եք խաղացել։ 2015 թվական Օդնոկլասնիկով։ Չէ՞ թե ապոխենք ավելի անկեղծ։ Որ հարթակ Երբ եք խաղացել վերջի անգամ։ 2000-ականներն։ Հիշեցի։ Когда последний раз вы играли в 7, Monopoly? 1, 2, 3, Տարի առաջ։ 6 տա։ Շատ լավ։ Հիշել եմ 1812 թվականին Նապոլեոն Բոնապարտը եւ Ուսներն է ստեղծով հետ խաղել։ հասկանում եք այդ մոնոպոլիա չես լսի ինչ են խոսում շարունակես։ Շատ լավ։ Իսկ երբևէ մի օր կպատկերացնեք, որ մոնոպոլիան ոչ թե խաղալու եք սեղանի շուրջ, այլ իրականում տարածության մեջ, որտեղ հենց դուք եք լինելու խաղի գլխավոր կերպարները։ Ամբողջ կյանքս երազել եմ։ Լսում եմ։ երազել եմ։ Դու սենց վրոցի բի սիրուն Շնորհակալություն։ հակնված վիճակը էլի սենց պարտո ինք իրան չեմ հաշվում պատիցա գործը կարողա սյուժետ ինչ-որ մի փուլում փոխվենք Այդ շատ պարզ քայլ է։ Ընդամենը մի հատիկ հեն գոհես, լավ է։ Սրտովը տա։ Դուրս եկավ։
Պարտոսկոպ։ Խնդրեմ զբաղեցնեք մեկնարկ վանդակը, սիրելի մասնակիցներ, իսկ ես մեր հեռուստադիտողին ներկայացնեմ խաղի կանոնները։ Խաղը շատ պարզ է։ Մասնակիցները ողջ խաղի ընթացքում պետք է ձեռք բերեն հնարավորինս շատ սեփականություններ, դառնան մոնոպոլիստներ, գանձեն վարձավճարներ, կատարեն խաղաքարտերի առաջադրանքները եւ խաղի վերջում ունենան ամենաշատ ունեցվածքը՝ վերածած գումարի, բայց այս ամենը այդքան էլ հեշտ չի լինելու։ Դե ինձ սիրելի մասնակիցներ, թույլ տվեք ձեզ ներկայացնել ու շնորհակալություն հայտնել նաև իրեն, Միսթր Մունին, ով իմ օգնականն է ու ամբողջ խաղի ընթացքում պատասխանատու է լինելու ձեր տեխնիկական խաղի համար, եւ մեր հեռուստադիտողին տեղեկացնեմ, ձեզ նույնպես հիշեցնեմ, որ այսօրվա հաղթողը տուն է գնալու 200,000 դրամով, որը տրամադրել է մեր այսօրվա հովանավոր Moonquest կազմակերպությունը, այսինքն ձեզանից մեկը այսօր տաքսիով է գնալու տուն, ոչ թե ավտոբուսով։ Թե ով կլինի կիմանանք խաղի ընթացքում, իսկ մենք սկսում ենք առաջին խաղը։ Դե ինձ սկսում ենք կարմիր մասնակից առաջինը, դուք եք զարնետեք ու կատարեք ձեր քայլերը։ Ես դե հեռախոս կարեք պահեի, ոչ թե համբային տարակ։ Խաղի կանոններն են այդպես։ Մի կոպեկ պակասում են սարացողությունները։ Տեսնենք, Խառնում եմ։ ցեք։ Ներքևից մի քիչ։ 3 եւ 1, 4 քայլ կատարում եք առաջ։ Կարմիր մասնակիցը հայտնվեց Lucky Well խաղադաշտում, պտտելու եք հաջողության անիվը, որը մի փոքր հաջողություն չի բերի ձեզ։ Համեցեք։ Պտտեք։ Տեսնենք ինչ կշահի կարմիր մասնակիցը։ Նշեմ, որ այստեղ կամ շահելու եք գումար, կամ սկսելու եք խաղը զրոյական կարգավիճակում, կամ ձեռք եք բերելու նոր հատուկ խաղաքարտ։ Պտտեցինք։ Պատատեմ։ Պատատեք։ Պատատում եմ։ Եվ կարմիր մասնակիցը կրկին է փորձում։ Ֆրծը։ Կրկին եք փորձում։ Game over նա հաջորդը լինելու։ Տեսնենք։ Էլի try again, явный անայք։ Try again, երկրորդ անգամ, երրորդ անգամ try again-ի դեպքում վերադառնում եք ձեր խաղատախտակ։ Նոր հորին է, այդ օրենքը։ Այդպես է կարգում ես նոր։ Էդոյի պտույտից հետո մենք ուղղակի այլևս չունենք Lucky Well-ը։ 50,000 դրամ, կարմիր մասնակիցը ստանում է 50,000 դրամ գումար։ Մոտեցեք բանկից ստանալու։ Կարմիր մասնակից վերադարձեք ձեր վանդակը։ Մեր բանկը չի մանրում ոչ մեկի գումարը։ Ձեր վանդակը։ Հաջորդը կապույտ մասնակից ձեր հերթն է, նետեք զառը։ Մի ժամանակ Как вам удобно։ Մի ժամանակ։ Կարմին օր գցի։ Երկուս և 4, ընդհանուր 6 քայլ կատարում եք առաջ, 1, 2, 3, 4, 5, 6, այլ կերպը հայկական սեղանի խաղեր արտադրող ընկերություն է, ցանկանում եք ձեռք բերել կազմակերպությունը 15,000 դրամ գումարով, լավ մտածեք, ձեզ պետք է թե չէ, Явно չկա պետք։ այդ երբ սեղան Настольные игры. Армянские настольные игры. Все равно вы не понимаете, это что за игра. Не хотите. Хорошо, продолжаем игру. Կանաչ մասնակից, ձեր հերթն է։ Հինգ, մեկ, կանաչ մասնակից, ստոպ, տեղին մասնակիցը ստոպ է ասել, կարող եք նայել տեղին մասնակից։ Ստոպ, տեղին մասնակիցը բացում է իր հատուկ խաղաքարտը, որի վրա գրված է, որ նա արգելում է ձեր խոդը։ Դուք այս անգամ բաց եք թողնում ձեր քայլը։ Տեղին մասնակից ձեր քայլն է սկսեք։ Ես Ես որ ասում եի դավադրություններ շատ է լինելու, խոսքը սրա մասին էր։ Տեղին մասնակից նետեք։ Խաղը դեռ նոր է սկսել, բայց ինձ սրտով ամեն ինչ գնում։ 4. Նշեմ, որ տեղին մասնակիցը եւս մեկ անգամ է ստանալու զառը նետելու հնարավորություն, քանի որ նույն թվերն եք նետել։ Հայլեք։ 1, 2, 3,
4 Հաջողության անիվ մոտեցեք դեղին մասնակից։ Տեսնենք դեղին մասնակիցը կունենա կարմիր մասնակցի բախտը, թե ոչ։ Չես հավանական ունեցնելու։ 40,000 դրամ։ Դեղին մասնակիցը ստանում է 40,000 դրամ։ Մենք շարունակում ենք մեր խաղը։ Բայց մի հատ է չէ պետք է գցի։ Հա, դեղին մասնակից կրկին մոտեցեք զառ նետելու համար։ Նշեմ, որ 3 անգամ նույն թվերը գցելու դեպքում դուք 2 շրջան գնում եք բանտ։ Նետեք զառերը։ Շատ արդար է, դառացեք։ 5 Սպասի, այդտեղից քայլում է, սպասի։ 1 2 3 4 5 Ալտերավայնս հայկական գինիներ արտադրող կազմակերպություն է, ցանկանում եք այն գնել 20,000 դրամով։ Վերջնական է ձեր որոշումը։ Շատ լավ, մոտեցեք։ Դեղին մասնակցին իր առաջին կազմակերպությունը ձեռք բերելու կապակցությամբ կախում եք ձեր տանից, որ սա ձեր տունն է այլևս։ Շնորհակալություն դեղին մասնակից, կարմիր մասնակից ձեր հերթն է։ Մոտեցեք զառը նետելու։ Ինչ որ լավ բան նետել։ Կարմիր մասնակից կատարում եք 5 քայլ առաջ։ Մի դարձի առաջ արկա։ Շնորհակալություն Կներեք հազար անգամ, իսկ Շնորհակալություն հայտնենք կարմիր մասնակցին ու խաղը շարունակում ենք կապույտ մասնակցի հերթն է։ Մոտեցեք զառ նետելու։ Մոտեցեք։ Հանգիստ կարակ քայլեք։ Արի սպասի։ Ես դու կանեմ, հա։ Всё։ Կապույտ մասնակից։ Բախ չունեմ, յանի բռներ դերս որպեսի։ 1-1 Դուք հայտնվել եք անեծք խաղադաշտում։ Անեծք խաղադաշտում հայտնված մասնակիցը քաշելու է խաղաքարտ, որը մեծամասամբ վատ է լինելու հենց իր համար, ի օգուտ մնացած մասնակիցների։ Կապույտ մասնակից ուղղակի չունի բախտ։ Դու քո գումարի 50%-ը վերադարձնում ես բանկին։ Խաղը շարունակում է ձեռքիդ գումարի 50%-ով։ Քարտը վերադարձնում ենք միստր Մունին։ Կապույտ մասնակից բախտը այս անգամ ձեզ չժպտաց, բայց դուք եւս մեկ անգամ կարող եք զառ նետել, քանի որ նույն թվերն եք նետել, խնդրեմ։ Այ տյուրմու դա մի ժողովուրդ։ Կարող եք։ Եթե մեկ-մեկ գցեք, հայտնվում եք բանտում։ Տեսենք կանաչ մասնակցին։ Եվ նույնը ստոպ եք ասել, կորցնում եք։ Կանաչ մասնակիցը վերադարձնում է կապույտ մասնակցին հետ իր տեղը։ Խաղը այսպես է։ Խաղի հետաքրքրությունը սա է, մենք դեռ շարունակում ենք։ Կանաչ մասնակիցը մեկ շրջան բաց կթողնի իր խաղը, քանի որ նա բանտարկված է, գտնվում է բանտում եւ խաղը շարունակում է դեղին մասնակիցը ձեր հետն է։ 10, 11 եւ 12։ Դուք հայտնվել եք Դարգետ գարեջրատանը։ Դարգեթը ստոպ։ Օրում է տարը։ Կարմիր մասնակիցը բացել է հատուկ խաղաքարտ, որով նա չեղարկում է մասնակցի քայլը։ Վերադարձեք գետ։ Ինչ լավ մտածեք խաղալուց առաջ։ Տեսեք։ Հստակ։ Մոտեցեք բանկին վճարելու երբեմն ձեռք բերելու համար։ Դե ինչ խաղը շարունակում են կարմիր մասնակցից, տեսնենք այս անգամ նա ուր կուղևորվի։ Կարմիր մասնակից #sport եք գալու ինձ թվում է։ Գալու եք ու վճարեք։ Հա, որտեղ շատ ինչ-որ տենց սինաներ է տենց։ 3, 1, 2, քայլեք։ Ես չպետք է ձեր փոխարեն հաշվեմ։ 1, 2, 3։ Դուք հայտնվել եք Թուջիս աղավարում։ Թուջիսը ծանոթ եք։ Թուջիսը հավելված է, որի միջոցով կարողանում եք Երևանում առանց որևէ խնդրի հանգիստ տեղաշարժվել A-կետից դեպի B-կետ։ Թուջիսը հատուկ ձեզ համար, հատուկ մեր խաղի համար ունի հատուկ առաջարկ։ Թուջիսը առաջարկում է ձեզ իր տաղավարում հայտնվելու դեպքում անվճար տեղափոխվել այլ B-կետ, որը կընտրվի այն դեպքում, որ կքաշեք արդեն խաղաքարտը։ Որ խաղաքարտը, որ դուք քաշեք, պարտավոր եք տեղափոխվել այդ վանդակ։ Եթե ազատ լինի, կարող եք գնել։ Եթե ուրիշինն է, արդեն պետք է նրան վճարեք։ Խնդրեմ։ Բացեք ու կամերաներին ցույց տվեք։
որտեղ է տեղափոխվում։ Դուք տեղափոխվում եք FAM։ Գնացեք FAM կազմակերպություն։ Դուք տեղափոխվում եք FAM։ Գնացեք FAM կազմակերպություն։ Չէ, այս սենց Կարմիր մասնակից, մինչև կանցնենք արդեն տանը դուք ցանկանում եք ձեռք բերել թե չէ, քանի որ անցակ մեկ շրջան դուք բանկի կողմից ստանում եք 40,000 դրամ ձեր կատարած պտույտի համար, շնորհակալություն որ քայլեցիք։ Ցանկանում եք ձեռք բերել FEM կազմակերպությունը, որը on-line կազմակերպությունը առաջարկում է ձեզ արագ սննդի պատրաստում եւ իհարկե համեղ առաքում ամենաարագ ժամկետներով։ Լավ բիզնես է, համար այո, օգտվում եմ առնել։ Շատ լավ, 10,000 իհարկե։ Մի հատ հարց։ Ես հնարավորություն ունեմ։ Իրականում նայողներ ջան, ես բարի մարդ եմ, ես կարող եմ 20,000 դրամ տամ Գոգայի ուսուցիչը շատ։ Քանի որ խաղի վարողը ղեկավարը սցենարիստը ես եմ, ես թույլ չեմ տալիս։ Խաղը շարունակում ենք, ցանկանում եք։ Հա, ցանկանում եմ դերել։ Բայց չի ուրեմն դե մի շփվի, ախպեր ես կողմ։ Ես անկարող եմ արդեն իրան կռիվ են անում, որը ես շատ եմ։ Շատ լավ, մոտեցեք բանկ ձեռք բերելու ձեր տունը։ Ինչքան է։ 10,000 դրամ եք վճարում։ Ինչ անգե։ 7, խնդրեմ քայլեք։ 5, 6, 7 Անում եմ միանը։ Դուք հայտնվել եք Multiple Lines կազմակերպությանը, որին ծանոթ կլինեք։ Նշեմ, որ Multiple Lines կազմակերպությունը իրականացնում է մեր ամբողջ նկարահանման աշխատանքները ու մեր լավագույն գործընկերն է։ Եվ ինչպես Հարի Բանտարկյալին դիմավորել է, մենք ձեզ դիմավորում ենք դուրս գալով, մոտեցեք զառնետեք ու նոր քայլերը ձեր կատարեք։ Քանի սրոք, ինչպես կասեն, քանի սրոք մաշեցիք։ Կարող է։ 12 Կանաչ մասնակիցը գնաց անեց քահադաշտ ու չգիտեմ դա հաջողություն ուղղակի որտեղ է։ Խնդրում եմ ուղղակի այդտեղ իմ սիրած խաղն է։ Համեցեք, 1 2 Կանաչ մասնակիցը Կանաչ մասնակիցը հայտնվել է անեց խաղադաշտում, գնանք միասին քարտ քաշելու։ Եք բացեք ու կարդացեք։ Առաջինը նա իմանում, հետո մենք։ Կանաչ մասնակիցը երկու շրջան չի կարող գնել որևէ բնակարան։ Դուք զրկված եք այդ իրավունքից։ Ինչ շատ ծանոթ մարդու է հիշեցնում ուրիշ այլ նախագծից։ Այ նորից եք խաղում։ Բայց սա շրջան չի համարվում։ 6 Ես գնամ կարմիր կանաչ մասնակից 1 Կանաչ մասնակից դուրը բացեն դուրս եք ուղղակի գնացեք 3 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Դուք հայտնվեցիք Շեմրոք բար եւ ռեստորանում, որը կարող էիք ձեռք բերել, եթե անիծված չլինեիք խաղակարգի կողմից։ Միատել եք 4 ակցի, դուխով 5 Շեմրոքից 8 քայլ։ Գնացինք 1 2 3 4 5 6 7 8 Նախ եւ առաջ դուք ստանում եք 40,000 դրամ մեկ պտույտ կատարելու համար։ Սա ձեզ։ Մինչև անցնենք ձեր հաջողության խաղաքարտին։ Որ կարմիր մասնակիցը ստացել էր առաջադրանք ձեզ վատություն անելու, որի դիմաց պետք է ստանալ 100,000 դրամ ու նա արեց։ Խլեց ձեր հատուկ լավ խաղաքարտը։ 100,000 դրամ խնդրեմ տակ, 100,000 ես կարող եք տալ։ Բոլորն են ծախում, ես ասեմ ավելի։ 20,000 դրամ։ Իսկ ես Սա ձեր մանրներ։ շնորհակալություն։
Էս իր մանրներ։ Սա ձեր 100,000 դրամը։ Շնորհավորում ենք Կարմիր մասնակցին։ Վահե, արի միասին այստեղ։ Կանաչ մասնակից է, սա ուղղակի բախտ չունի, չգիտի իր բախտը ուր է թողել, ինչ արել, բայց կանաչ մասնակիցը դեռ ուղղակի պտտվում է, ինչ որ զրկվում է տուն առնելուց, փող է կորցնում, չի գնում է բանտ, իրան բլոկ են անում, չես հասկանում ինչա կա։ 2, հուսանք վեզ չի։ 1, 3, 1, 2, 3։ Դուք հայտնվեցիք մետրո կայանում Մարշալ Բաղրամյան։ Ցանկանում եք ձեռք բերել։ Եթե մեկը ստոպ ասել, իննո եմ բռնել այդ։ Արդում է։ Թութակ պասիգամ ստանան բացատրեմ նոր։ Տեղին մասնակիցը բացել է թութակ խաղաքարտը։ Թութակ խաղաքարտի միջոցով նա կրկնում է ներկայիս մասնակցի կատարած քայլել, այսինքն նա եւս 3 քայլ գնում է առաջ։ 1, 2 եւ 3։ Տեղին մասնակիցը հայտնվեց կրկին մետրոկայանում, բայց Գարեգին նժդե մետրոկայանում, ցանկանում եք ձեռք բերել։ Յոթ դրա համար եմ Սեսի հավային անում։ 3 4 Համեցեք 1 2 3 4 Չեմ ուզում լինեմ ոստիկան, բայց դուք ձերբակալված եք ու գնում եք բանտ։ 2 շրջան բաց եք թողնելու խաղը։ Это камера номер 67. Տեքստ եք ձերբակալեմ։ Վահե, քիչ խա, տի։ Մենք շարունակում ենք խաղը, Կարմիր մասնակիցը ինչ-որ բան պայմանավորվեց կապույտ մասնակցի հետ, չգիտենք ինչ է խաղի ընթացքում։ Դե ինչ, շարունակում ենք խաղը, հերթը Կարմիր մասնակցին է, տեսնենք այս անգամ նա ուր է տեղափոխվելու։ Հիշեցնեմ, որ Կարմիր մասնակիցը ունի հնարավորություն հաջորդ տունը ձեռք բերելու անվճար։ Կարմիր մասնակից։ Ես ի սրտե ցանկանում եմ վատտեղ եթակ, որտեղ ես ձեր օգնականը չեմ, ձեր փողը չեմ պահելու։ 4, մի հատ է 1 3 Շատ լավ ժամանցի կենտրոնում, որտեղ իմն է, շքան գովում է, որտեղ իմն է, ցանկանում եք ձեռք բերել Դմուն Արենան։ Իդեպ նշեմ, որ մենք հիմա գտնվում ենք Դմուն Արենա ժամանցի կենտրոնում ու այս խաղը հասանելի է բոլորիդ համար, կարող եք գալ ձեր ընկերների հետ հետաքրքիր ժամանց անցկացնել։ Ֆիշկեն, այո, ուզում եմ որտեղ ջրի է։ Շնորհավորում եմ ձեզ։ Այսպես բիզնեսները ձեռիցս ստանում են, հետո ասում են ինչ ա լինում։ Ես չուզելով, չվստահելով տալիս եմ ձեզ այս Կախեմ, ես իմ արդեն իմն է։ Ասեմ շատ ծանոթ մարդու եմ արել բիզնեսը խլեց ձեր չբացված։ Մեկ եք շփվենք մեր կապույտ մասնակցի հետ, տեսնենք ոնց է։ Ոնց եք։ Նա հարցնում եմ։ Ոնց եք կապույտ մասնակից ձեզ զգում մեր հայկական բանտում։ Դե նայեք, ես եթե այսպես շարունակի շատ վատ եմ զգում, Կարմիրը չգիտի ով է այս կարգում, ճիշտ ասած։ Կարմիր մասնակից ձեզ հիշատակեցին այստեղ։ Կանաչը մի հարելա պետք, այստեղ կանգնած էր արև չկար։ Մութ։ Մութ է։ Նորմալ խոսա։ Նորմալ եմ խոսում։ Չէ։ Ինտրիգները շատանում են մեզ մոտ։ Տեղինը մալադեց։ Առնում է, ծանում է։ Այո։ Ճիշտը դա է, խաղի նպատակը դա է, ոչ թե գնել տուն ու չառնել կապույտ մասնակից։ Հիշեցնեմ, որ դուք ունեիք հնարավորություն տուն ձեռք բերելու ու չարեցիք դա։ Հուսամ ձեր սխալը հասկացաք։ Կարող եմ միացել ես։ Ինձ մոտ տող ջոխվեց։ 7, 8, 9։ Ես 12։ Կարմիր մասնակից, ես այնպես եմ հպարտանում ձեզանով, որ դուք գալիս ու ընկնում եք սև խաղադաշտը։ Գնանք քաշենք խաղաքարտը։ Բայց ես էլի ունեմ։ Տեսնենք ինչ կընկնի։ Սև մասնակցին միայն ընկնում է տուգանքներ, այս անգամ Կարմիր մասնակիցը վճարում է 40,000 դրամ բանկին, շնորհավորում եմ բանկ ջան, Միսթր Մուն ստանում է գումար։ Կարող է։ Բանակցությունները հետո են սկսում, հիմա շարունակում են խաղը, հերթը կապույտ մասնակցին է։ Պտտի ձեռդ։ Вот это тоже надо, вот это.
Պատրաստ է։ Կապույտ մասնակիցը հետևից որ վերջից քեզ անեմ։ Կապույտ մասնակիցը կարելի ասել comeback-ի անում, տեսնենք թե ինչ կներդի կապույտ մասնակից։ Comeback, Զառեր։ Ծղաներ, նարդի շեշվեր։ Հա ժամանել է, դուք որտեղից եք ժամանել։ Ես Որ քաղաքից եք եկել, որտեղից։ Թբիլիսի։ Թբիլիսի, բա ինչ Մոսկվա։ Թբիլիսի, Մոսկվա, Երևան։ Հասկացա, շատ լավ։ Ինչ որ կար մոտ էր, էլի կարար գար Երևան։ 5 Откуда отсюда? Ստեղից սկսում եք հաշվել։ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայտնվեց անվճար կայանատեղի։ Այո, խնդրեմ։ Пацаны, мы приехали. Տեղին մասնակից ինչ են նետելու ըստ քեզ։ Գոտկա, Ձեռա տալիս։ Տեղին մասնակիցը ուզում է 2 հատ 3 նետի, տեսնենք ինչ կլինի։ 3-ը բայց մի հատ էր։ 1 2 3 Դուք հայտնվեցիք կապույտ մասնակից։ Կիրակի Home կազմակերպությունը, որը առաջարկում է ինտերիերի համար գեղեցիկ լուծումներ, լուսային տարբերակով, լուսամփոփներ, լույսեր, նաչնիկներ, տարբեր տեսակետի քրքիր։ Ցանկանում եք ձեռք բերել այն 45000 դրամով։ Այո, Ստահ եք ձեր որոշումը, դա ձեր վերջնական որոշումը։ Մոտեցեք կարմիր մոտեցեք բանկ ու վճարեք։ Մոտեցեք բանկ ու վճարեք։ Շնորհակալություն կապույտ մասնակից, մենք վերադառնանք խաղին, կանաչ մասնակից ձեր քայլն է։ Սկսեմ։ Նետեք զառը, տեսնենք ինչ կլինի այս անգամ։ Ինչ եք ցանկանում։ Կամ 4, կամ բանալին կուզենայի տեսնել ինչ է։ Շատ վատ։ Շատ վատ։ Շատ վատ։ Բայց եթե ուզում եք գնացեք բանալի։ 9 եք գցելու գնաք բանալի։ Նորից եք գցում, չէ, նորից եք գցում, չի թույլատրվում։ Նորից։ Այդ սոմկա չէ լավ թողենք, բայց էսի եղավ։ Ես խենթանում եմ ուղղակի այս պահերի համար։ Ես խենթանում եմ, որ մասնակից հայտնվում է անեծք խաղադաշտում։ Կանաչ մասնակից, ասեք ոնց է ձեզ կանչում ինքը ուղղակի։ Вообще չի կան։ Նայ ոնց է կանչում, սևը ձեր տաբատի գույնին բացեք, կարդացեք։ Այո, սա այն է ինչ դուք մտածում եք։ Կանաչ մասնակիցը ընտրելու է ձեզանից մեկին, ով կգնա 2 շրջան Կանաչ մասնակիցը ընտրելու է ձեզանից որևիցե մեկին, ով կգնա 2 շրջան դեպի բանդ, չխաղալու։ Կա մեջը նաև լավերը։ Նույնը լաքում կամ վատերը։ Կանաչ մասնակից։ Կարմիր խաղացող թույլ տվեք, ես անձամբ ինքս ձեզ ուղեկցեմ բանդ, սա կողմնապահություն չէ, ուղղակի սիրում եմ ինտրիգներ, էլի, հետաքրքրացնենք խաղը։ Կարմիր մասնակից, ասնա ձեզ քաշ տալով ես կտանեմ բանդ, համեցեք, կյանքին։ Արա, ես քո խաղում եմ, արա։ Ափսոս ես ու կտեն աստղեք։ Մի փոքր ավելի բարձր կարող եք գոռալ իրա վրա։ Չեք կարող։ Չեք համարձակվում կարմիր մասնակից, որովհետև գիտեք ինչ է լինի։ Հասկացա։ Շնորհակալություն հայտնենք, խաղը անցնում է դեղին մասնակցին, տեղափոխվենք դեղին մասնակցի մոտ, տեսնենք ինչ է նա անելու այս անգամ։ 3 և 5, գնացինք, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, դա ձեր տունն է, կարող եք վայելել, նստել, հանգստանալ, մինչև մենք տեղափոխվենք կարմիր մասնակցի մոտ։ Стою я молодой. Ոնց եք։ Падайте, Христа ради, червонит зал։ Ահա այսպես է անցնում բանտարկյալների կյանքը մոնոպոլիա ռեալիթի շոուում, իսկ մենք շարունակում ենք խաղը։ Սարքացա գլխիս, սարքելա, սանիքս, դուք էդի իմացեք, սանիքս է սարքել։ Ֆիքսեցինք։ Շարունակում ենք խաղը, հերթը կապույտ մասնակցին է, կապույտ մասնակից։ Բայց երեք բանից հետո մեր աշխատից ենք Այդ ինչ դուր է գալիս։ Արդեն սկսել իրար մի սուպեր։
Շնորհակալություն, կապույտ մասնակից ձեր հերթն է։ Շնորհակալություն։ Գցեցիք 1 եւ 2։ Դուք հայտնվեցիք Զորավար Անդրանիկ մետրո կայարանում։ Ցանկանում եք ձեռք բերել։ Խորհուրդ կտամ ձեռք բերեք, որովհետեւ պատասխան կանեք։ Արժեքը 30,000։ Ով է քեզ հարցնում։ Ինչ ես ինձ ասում։ Գնա, նստի էլի։ Խորհուրդ լավ կայիրը դեռ չէի լինի։ Լավ, կարմիր մասնակից։ Մոտեցեք բանկ վճարումը կատարելու։ Խաղը գնալով էլ ավելի հետաքրքրանում ու թեժանում է, քանի որ բոլորը պայքարում են 200,000 դրամ մրցանակի համար։ Ես ինքս էլ իրականում կպայքարեի։ Տեսնենք ինչ կլինի հետագայում։ Կապույտ մասնակից ձեր հերթն է, կրկին զարնետեք։ Okay։ Զարգացած սերունդը, որ անգլերեն չի խոսում։ 3 եւ 1։ Հայլեք 1, 2, 3, 4։ Դուք հայտնվեցիք Mentis Legal իրավաբանական կազմակերպությունում 6000 դրամ վճարում եք կանաչ մասնակցին։ Կանաչ մասնակից, խնդրեմ մոտենաք ձեր վճարը ստանաք։ Մարդը փող է տալիս։ Դու արի, ոչ թե ես։ Այդտեղ։ Խելոք ես։ Սպասեք ձեզ օգնեմ։ Սպասեք։ 5 պետք է ունենամ։ Նշեմ, որ Գոգան նույնիսկ մեր գումարները չի ճանաչում ու մենք իրան խաղից առաջ սովորացրել ենք փողերը։ Բարույր սևակ։ Բարույր սևակը չգիտեմ որտեղից է իմացել, անկեղծ ընդհանրապես պատկերացում չունեմ, թե ինքն ոնց գիտի։ Բարույր սևակը ով է։ Մոլոդեց։ Մենք շարունակում ենք խաղը, իսկ հերթը հիմա կանաչ մասնակցինն է։ Կանաչ մասնակից սիրում եմ ութվանդակը։ Մինչև անցնելոտունը դուք 40,000 ձեր շրջանի համար վաստակում եք։ Ցանկանում եք գնել Մարլենկա կազմակերպությունը։ Նշեմ, որ Մարլենկան հայկական կազմակերպություն չէ, բայց հիմնադիրը հայ է ու ամբողջ քաղցրավենիքները պատրաստում են միայն հայկական ռեցեպտով ու արդեն նաև հասանելի են Հայաստանի սուպերմարկետներում։ Ես ինքս փորձել եմ շատ համավակ արագ փորձել։ Անի որ այդքան գողացի, ինձ թվում է չէ առնել։ Այսօր տուն գնալու չէ։ Հիմա տունը չէ։ Չէ առնել է։ Շատ լավ։ Մերսի։ Ես կվճարեմ ինքս։ Ես խոստանում եմ հետևեք Կանաչ։ Instagram-ին կտենակ, ինք առելա թե չէ, բայց Արա Instagram-ը տեջին երկու բաղոքի Մենք խաղը շարունակում ենք, ասեի կարմիր մասնակցից, բայց կարմիր մասնակիցը դեռ ձերբակալված բերդում փտում է, իսկ մենք շարունակում ենք խաղը կապույտ մասնակից։ Մեր թողարկման հաջորդ գործընկերն է Alpha-Bean Coffee հայկական կազմակերպությունը, որը ինչպես ներմուծում, այնպես էլ արտադրում է Հայաստանում պրեմիում դասի որակյալ սուրճ է։ Ներկապահին վաճառքում իրենք հասանելի չեն, բայց շատ շուտով նման գեղեցիկ մատիտավորմամբ ու տարբեր հետաքրքիր համերով կլինեն իրենք վաճառքում։ Շնորհակալ ենք Alpha-Bean կազմակերպությանը համագործակցության համար։ Միած ստոպ։ Մի փոքր արագացնենք, էլի այս հատվածը ես կպատմեմ, թե ինչ եղավ։ Այս հատվածում խաղը հանգիստ էր ընթանում։ Մասնակիցները մեկը մյուսի հետևից ձեռք էին բերում տներ, փորձում էին ամրապնդել իրենց դիրքերը խաղատախտակի վրա։ Վարձավճարները սկսեցին ավելի հաճախ շրջանառվել։ Քարտերն էլ իրենց հերթին խաղը հետաքրքրացրեցին։ Մեկի համար անակնկալ շահույթ եղավ, ձեռք բերեց գումար, իսկ մյուս ունեցավ գումարային զգալի կորուստ։ Ոմանք կարողացան ճիշտ պահին ռիսկի դիմել ու առաջանցնել, իսկ մյուսները սկսեցին հետ մնալ։ Մի խոսքով, խաղը կամաց-կամաց թեժանում է, լարվածությունը աճում է եւ ամեն քայլ արդեն ավելի մեծ արժեք ունի։ Դե ինչ, վերադառնանք խաղին։ Շեշտեմ, որ մենք գտնվում ենք Դմուն Արենա ժամանցի կենտրոնում, որտեղ էլ անցկացնում ենք մեր ամբողջ նկարահանումները։ Իդեպ կարող եք գալ եւ դուք էլ խաղալ այս մոնոպոլիան։ Ու շնորհակալություն եմ հայտնում Multiple Lines Production-ին, ով անցկացնում է ամբողջ նկարահանման աշխատանքները։ Իսկ մենք շարունակում ենք մեր խաղը։ Սանա
Կորցնում եք ամեն ինչ, ու խաղը սկսում ձրեց, ձեր գումարը տվեք ինձ, աչքացեք Արա դու իմ ուրա հանի։ Արա, տեսար արա։ Էսի կարի։ Իխտո։ Տեսար ջար ես վերցել ինչա բերում վասի։ Օրես։ Նա կարի խաղացող վերդ ռեստարտ է դոր։ Մայքրոյից եկավ։ Արա չես բաց։ Ապույտ մասնակիցը կորցրեց իր ձեռք վերած 4 տները, ուսում է ստարտից 3,000 դոլար։ Շարունակում եք ապույտ մասնակիցը Ինչ? Կնկնի 3 թե չէ։ Արա դիրեք։ Խնդրում եմ։ Քեզ սառացրեց քո տեղում, դու չես կարող շարժվել։ Կարմիր մասնակիցը օգտագործում է սառույց խաղակարդ ու սառեցնում քեզ քո տեղում։ Դու չես անում քո քայլը։ Կարմիր մասնակից, ձեր հերթն է։ Հավաստիկ։ Այ սա եմ սիրում, այս է reality show։ 7 Ատեղ 1 2 3 4 5 6 7 Անեցք Տեսնենք անեցքները Համեցեք Տեսնենք անեցքում դեմ կաշխատի Դե անեցքը անունը խաղատա Գոգա Կան ես անցնեմ Դե ինչ Կարմիր մասնակից խնդրեմ մի փոքր արագ տեսնենք ինչ է շեմ համբերում էլ Ընտրիր մասնակիցներից մեկին, ում հետ փոխվելու ես քո գումարով։ Այսինքն քո գումարը տալու ես իրան, իրանը վերցնելու ես քեզ։ Այսպես բոլորին ցույց տամ։ Մի փոքր արագ։ Շնորհակալություն, զբաղեցեք ձեր տեղը։ Կապույտ մասնակից ձեր հերթն է։ 6 որտեղ եք դուք, տեղ նացինք, 1, 2 կապույտ մասնակիցը գնում է մաճար ռեստորան, որտեղ վճարելու է դեղին մասնակցին 4000 դրամ Մինչև կապույտ մասնակիցը վճարի կանաչ մասնակից ձեր հերթն է 6 եք կապույտ մասնակից վճարեք սա ձեր գումարը Կրկին դուք եք 1 4 1 2 3 4 5 Կարմիր մասնակցին վճարում եք 5000 դրամ, մենք խաղը շարունակում ենք կանաչ մասնակցի հետ Կանաչ մասնակից Մեկ փորձեք գցել կամ գոնե 1 2 3 4 5 արդեն լավ չի իմ համար Քիչ չի 5 10 Տեղափոխվում եք հաջողության անիվ Հուսով եմ այս անգամ գոնե հաջողության անիվը կանք կառնի կարմիր դաշտի վրա Սա ձեր գումարը մոտեցեք են կողմից Դու եւ ընտրում ես նաեւ մի մասնակցի Պտտեք հաջողության անհաջող անիվը Ես այնքան վստահ եմ, որ հիմա ինքը կարմիր անկրել, տեսնենք իմ ներքին ձայնը ինչ ճիշտ է, հուշում արագ եք պտտելու Կարմիր Օրո, գետ 20,000 Ոչ Չէ Ռեզինը ցույց է տալիս Ռեզինը ձեզ ցույց է տալիս, որն է դաշտը Restart +1 Ինչպես ես ասեցի, դուք խաղը սկսում եք 0-ից, բայց մի մասնակցի ձեզ հետ տանում եք 0-ական կարգավիճակ Որոշում կայացնելու համար ունեք 5 վայրկյան ժամանակ 4 3
0 Ձեր որոշումը Այ սա խաղ եմ համարում Բոլորդ կորցնում եք ձեր տները կանաչ եւ դեղին Ձեր ցավը տամ, էլեմենտը կանաչ իմ է Սա կոչվում է reality show Սա reality show է ու ես սա եմ սիրում Այս սա է խաղը Թե չէ հաշտ, համերաշտ, դրա համար չենք խաղում Ինչ տիպի սրտում սա Տեղին մասնակից, ինչպես է տրամադրվածությունը 2, 3, 4, 5, 6, 7 Ազատ է այգտում է կարող է գնել 15,000 դրամով Գնեք ուղղակի արդեն ծիծաղս է գալիս Չգիտեմ էլ ինչ ասեմ, որտեվ երկու հզոր մասնակիցներ խաղը սկսեցին 0-ից Հիշում ես, որ նա պապենական լավ խոսք է, շան է Ասում եմ մի բան չեմ լսում Բայց պետը ձերից էտ մի կցի Վաբշե 5,000 քիչ ես տվե, 15,000 է վճարը Բա, այս է խաղը Մենք կախենք իրար տունը Կյանք դու քորսում ես, հա, տերայ մեր, մեկ, հա, վсё Հա 5 4 1 2 3 4 5 6 7 8 9 այլ կերպը գնում եք միանգամից 25,000 տվեք Դուք ունեք պտրույթից փող, ձեզ միանգամից 25,000 եք տալի դեղին մասնակից Շրջանն անցնելու համար Կարմիր մասնակից երկրորդ անգամ եք վասողնում, մյուսից կարդեն կմիանեք ձեր ընկերներին Կապույտ մասնակից ձեր հերթն է 4 6 10 Սա ձեզ Մինչև դուք վճարումը կկատարեք, կանաչ մասնակից ձեր հերթն է Free parking-ում եք Կարող եք փորձել օրինակ 1-1 Եվ մյուսն էլ ենք փորձում Արդեն սկսել հետադարձի ճամփա չկա Դավայցե 1 Ես սպասում եմ ձեր 1-ին Սա է reality Ես ինչ ասում եմ լինում է Համեցեք curse անես Սիրեցի ես ես խաղը շատ սիրեցի համեցեք Զառերի վրա մագնիս եմ դրել Ջեբը կնոպկա կես գիտեմ Տեսնենք անեցքը ինչ կբերի կանաչ մասնակցի գլխին Հիմա չէ Հա, շատ ծանր բան չէր, 10,000 գրամ գումար է ստանում կանաչ մասնակիցը, անեց խաղադաշտից, այո։ Հախ, գնում է անեցք խաղադաշտ, ոնց եմ ես սիրում ես դաշտը։ Դե, դեղին մասնակից տեսնենք։ Մանտրիր մասնակիցներից մեկին դուք փոխվում եք տներով նրա հետ, այսինքն ձեր տները նրանն է, նրա տները ձերն է։ Ես արդեն հասկանում եմ։ Ում եք ընտրում։ Ես մի վատ լուր ունեմ ձեր համար։ Ձեր տները ավելի շատ եք, հան մնացած մասնակիցներին։ Դուք կորուստ եք տալիս այս պայդրությամբ։ Տները ավելի էշան են, քան մասնակիցների։ Իրա տները ավելի շատ են։ 1, 2, 3, 4, 5 Մենակ տները թե ունեցված։ Չէ, տները, միայն տները փոխվում են։ Ում հետ եք փոխվում։ 4 բերես տունա համար։ Հա։ Մի հոգու, մի գույնի արագ ընտրեք, ում եք ուզում։ 5 վայրկյան ձեր ժամանակ։ Կարմիրների։ Սա 1։ Հաջողության անիվ, lucky well։ Գնացինք պտտելու հաջողությունը, տեսնենք ձեզ համար հաջողակ կլինի այն թե ոչ։ Այսպես բոլորով նայենք։ Готовы?
Ուղղակի չեմ հավատում ոնց կարա երկրորդ անգամ restart +1։ Ում ես տանում քո հետ։ Ում ես տանում։ О, нельзя использовать как-то. 5 վայրկյան որոշելու համար կապույտ մասնակից 1 2 շատ լավ Դեղին մասնակից Խաղա, արի քո հետ Կանցողներից մեկը հրաժարվեց շարունակել Ախպեր, խաղա, եկեք կանցովկա տանք, ավարտենք ամեն ինչ, վերջի շրջանն ենք պտտվում, ի՞նչն է խնդիրը, օքեյ։ Հասկացա, սա խաղի ընթացքում։ Հա, քեզ մի անգամ արին, հիմա նոր խնդիր առաջացավ։ Ախպեր, հա, ներվենացա դուս եկա։ Խաղի վերջի րոպեին 0-ից սկսեմ, չեմ սկսում, դուս եմ գալու։ Հայ, արի 0-ից սկսի, հնարավոր է ինչ-որ մի բան է քո դեպքում փոխվի։ Ախպեր, չեմ ուզում է, ռեալիթի չի, չեմ կարող, ախպեր։ Քո որոշումը վերջնական է դեղին մասնակից։ Հա։ Գնացինք։ Սա ընդամենը խաղ է, բայց մարդիկ նաև էմոցիոնալ են լինում։ Պես հասկացաք նախորդ կադրերից, մեզ մոտ ստացած անգամ նրան հետ բերել վերջաբանը նկարելու համար։ Վերջին անգամ պտտվում ենք ու ավարտում ենք խաղը, որից հետո հաշվում ենք բոլորի ունեցվածքը։ Ըստ որի կորոշենք, թե արդեն ով է լինելու հաղթողը։ Սա reality show է, այստեղ ամեն ինչ էլ կարող է պատահել ու վստահեցնում եմ ձեզ, այստեղ ոչ մի կեղծիք չկար։ 8 Զարնետ է, կարմիր մասնակից կրկին 4-4 եք նետել։ Շատ ուրախ էի գալու։ 4-5 Ուրեմ ես։ Դմուն արենա կազմակերպությունը ցանկանում եք գնել 50,000 Կարող եք չգնել, միևնույն է վերջին շրջանն է, ձեր գումարը ձեզ է մնում։ Շատ լավ, շարունակում ենք խաղը, կապույտ մասնակից։ Կապույտ մասնակիցը հետաքրքիր է, որ կապույտ մասնակիցը արեց ամեն ինչ, սաղին տարավ դրական վիճակ, բայց ինքը ամենաուրախն է, ամենապոզիտիվն է։ Սիրում եմ սենց մարդկանց։ Տասն մեկ։ Վերջնական է որոշումը։ Կանաչ մասնակից ձեր վերջին շանսն է։ 7 Այն սիրելի հեռուստադիտող, սիրելի մասնակիցներ, խաղը սկսել ենք 4 մասնակիցներով, ավարտում ենք 3-ով, բայց դեռ իհարկե չի ավարտվել, մենք պետք է դեռ որոշենք մեր այս թողարկման հաղթողին։ Ինչի համար մասնակիցները կմոտենան Mr. Moon-ին, Mr. Moon-ը կկատարի հաշվարկը ամբողջ ունեցվածքի, տներով եւ գումարով, որի արդյունքում կորոշվի, թե ով է հաղթողը։ Կխնդրեմ մոտենաք հերթով բոլորդ այնտեղ։ Մինչ Mr. Moon-ը կկատարի վերջնահաշվարկը բոլոր մասնակիցների թե ինչքան ունեցվածք ունի յուրաքանչյուրը, հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք Դմուն Արենա կազմակերպությունում, այս ամբողջ մոնոպոլիա խաղը Դմուն Արենա ժամանցի կենտրոնի խաղերից մեկն է, որին կարող եք մասնակցել նաև դուք։ Իսկ մեր ամբողջ նկարահանումը իրականացնում է Multiple Line Production-ը, ով մեր լավագույն գործընկերն է ու ում հետ դեռ մեծ ճանապարհ ունենք անցնելու։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին մեր կողքը լինելու համար, իսկ վայրկյաններ անց կիմանանք, թե ով է մեր այսօրվա եթերի հաղթողը։ Եվ այսպես երրորդ հորիզոնականը զբաղեցրել է կապույտ մասնակիցը 300,000 դրամ գումարով, ձեր ընդհանուր բյուջեն կազմել է 300,000 դրամ ընդհանուր առմամբ տներով եւ գումարով, եւ դուք Afrobin ընկերության կողմից ստանում եք սուրճ, որպեսզի վայելեք միայն պրեմիում որակի պրոդուկտ։ Սա ձեզ։ Այ ձեր մեջ հետաքրքիր գիտեք որն է, որ ընդամենը 7500 դրամ գումարի տարբերությամբ։
Ձեզանից մեկը 7500 դրամի տարբերությամբ այսօրվա մեր առաջին թողարկման հաղթողն է ճանաչվում։ Եվ դա Կարմիր մասնակից դուք եք, ով ստանում է ձեզ բարձր ծափահարություններ։ Շնորհավորում ենք Կարմիր մասնակիցին եւ ինչպես խոստացել ենք, սա ձեր 200,000 դրամ գումարը եւ երկրորդ մասնակիցը նույնպես Afrobin ընկերության կողմից ստանում է սուրճ, որովհետեւ դուք նույնպես վայելեք միայն premium դասի պրոդուկտ։ Շնորհակալություն ենք հայտնում հեռուստադիտողին, որ նայեցիք մեր հաղորդումը, շնորհակալություն ենք հայտնում մեր մասնակիցներին, որ մասնակցեցին ու դարձրեցին մեր թողարկումը ավելի հետաքրքիր ու ինտրիգային։ Մենք դեռ կհանդիպենք նոր աստղերով, նոր դեմքերով։ Դե իսկ եթե քեզ դուր եկավ մեր այսօրվա հաղորդումը, չմոռանաս բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, սեղմել զանգակի կոճակը, որպեսզի առաջին իմանաս մեր թողարկումների մասին։ Իսկ մենք դեռ շատ ենք հանդիպելու։ Ես գնացի։